Հարևան Իրանից Հայաստան եկողների հոսքը չի դադարում։ Երրորդ օրն է Ագարակի անցակետի մոտ աննախադեպ շարժ է, բեռնատարներ, տուրիստական ավտոբուսներ են կուտակված։ Ավտոբուսներից իջնողները հիմնականում Թեհրանի բնակիչներ են, ասում են, ով հնարավորություն ունի, լքում է Իրանի մայրաքաղաքը, մեծ տագնապ կա քաղաքում։ Թեհրանում մարդիկ խուճապի մեջ են, վախեցել են հատկապես Թրամփի վերջին հայտարարությունից։ Դե նա կոչ է արել Թեհրանում ապրողներին լքել քաղաքը։ Իրանցի այս տղամարդը Կանադայում է ապրում։ Թեհրան է մեկնած եղել մասնակցելու եղբոր հարսանիքին, բայց այն այդպես էլ տեղի չի ունեցել։ Եղբայրն էլ հարսնացուի հետ Կանադայից Իրան է հասած եղել հայրենիքում պսակադրվելու, հարազատների օրհնությունը ստանալու նպատակով։ Վերադառնում ենք Կանադա առանց ամուսնանալու, հենց պատերազմն ավարտվի նորից հետ կգանք ու կամուսնանանք։ Հայ-իրանական սահմանն այնպիսի մարդիկ են անցնում, որոնք երբեք չէին պատկերացնի, որ մի օր կլքեն Թեհրանը։ Մենք չէինք ուզում գալ, չէինք վախենում, երեխաներն են ստիպել։ Երեխաների մոտ Լոնդոն են գնալու 78 և 81 տարեկան այս ամուսինները։ Տան բանալիները տվել են հարևանին, հույսով, որ պատերազմը կավարտվի, նորից տուն կգնան։ Շատ կուզեի արձակուրդից հանգստանալու համար գալ Հայաստան, վայելել այս երկիրը։ Հայերին շատ եմ սիրում, բայց ցավոք վատ առիթով ենք այստեղ հասել։ Այս մարդիկ ԱՄՆ քաղաքացիություն ունեն, Միացյալ Նահանգների տոմս են առնելու Երևան հասնելուն պես։ Բայց Երևան հասնելն այնքան էլ հեշտ չէ, դժգոհում են իրանցիները։ ԱՄՆ տոմսի չափ չէ, բայց շատ փող են ուզում հայ տաքսիստները, 250-ից 350 դոլար Մեղրիից մինչև Երևան։ Շատ եկան պարզա գները բարձանալվա, քչացան, իշներվա, սենց է վաբշե։ Բայց ինչի են օգտվում վարորդները այս առիթով։ Ես չեմ եկարա հասկանալի, դե եթե ուզում եք լավ լինի, բերեք ավտոբուսներ շարեք բարեգործությամբ կատարեք, ես ինչ ասեմ։ Չէ, լավ չի, սովորական ոնց որ մշտական օրենքի լինում, ինչի են վարորդները։ Բնական է, տենց պետք է լինի։ Մեղրիի համայնքապետը պնդում է, որ խոսել է տաքսիստների հետ ու հորդորել առիթից չօգտվել, մի քանի անգամ չթանկացնել ծառայությունները։ Մեր իրավասություններից դուրս է դա, մենք չենք կարա դա ոնց որ ասած կառավարել կամ ասել ով ինչ կանով գնա, բայց ես անձամբ գնացել եմ, հանդիպել եմ տաքսու վարորդների եւ խնդրել եմ, որ այդ գները իջեցնեն, որ մեր հարևան երկրից եկած բնակիչներին պետք է առիթից օգտվել եւ այդպիսի գներով տեղափոխվել։ Չնայած իրանցիների մեծ հոսքին, համայնքապետը վստահեցնում է, իրավիճակը Սյունիքում վերահսկելի է։ Լիլիթ Գասպարյան, Սմբատ Ասլիկյան, Հայլուր։ Հայաստանում ու աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների մասին առաջինն իմանալու համար բաժանորդագրվեք մեր ալիքին, սեղմեք զանգակը, որ բաց չթողնեք ամենահրատապը, կարևորն ու հետաքրքիրը։